Հրդեհ է բռնկվել Կոմիտաս 60 կոտորակ 2 հասցեում գտնվող շինությունում, որտեղ գործում են հանրային սննդի կետեր եւ այլ խանութներ։ Հրդեհը բռնկվել է շինության տանիքում ժամեր անց մեկուսացվել է։ Ըստ առողջապահության նախարարության այլ տուժածներ չկան, միայն 2 փրկարար է ծխահարվել, իսկ 1 տուժած հոսպիտալացվել է։ Նույն ժամին Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում էլ է հրդեհ բռնկվել։ Տեսանյութում երևում է ծխի հսկայական ամպը այդ հատվածում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Արմավիր քրեակատարողական հիմնարկ, որտեղ պարզել են, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ազատությունից զրկված ոչ բոլոր անձիկ են ապահովել անհրաժեշտ անկողնային պարագաներով, սպասքով եւ հիգիենիկ պարագաներով։ Մասնաշենքում արկալ տեսագրող եւ տեսաձայնագրող համակարգերը չեն ծածկել քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերի ամբողջ տարածքը։ Արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատություն զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ, արձանագրվել է մասնաշենքում, այդ թվում խցերում միջատների եւ կրծողների առկայություն։ Հոգեբանի հաստիկները շարունակում են մնալ անբավարար։ Դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում, տեղում ենթադրյալ սպանություն կատարողը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը։ Ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել են նրան ոստիկանության Շենգավիթի բաժին։ Սպանված 64-ամյա Հակոբյանն աշխատում էր շրջակա միջավայրի նախարարությունում, նրան սպանել են դանակի 9 հարված հասցնելով։ Հայաստանի պետական կենսաթոշակային ֆոնդերում այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ 1 տրիլիոն 292 միլիարդ դրամ է կուտակված։ Այս մասին գրում է Հետքը։ Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի տվյալները, ֆոնդերում կուտակված գումարը զուտ ակտիվների արժեքը 1 տրիլիոն դրամի շեմը հատել է 2024 թվականի սեպտեմբերին։ Տարեսկզբի համեմատ Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքն աճել է մոտ 219 միլիարդ դրամ կամ 20.3%։ Ֆոնդերի կառավարիչները կուտակված գումարները ներդնում են տարբեր գործարքներում, փորձելով լրացուցիչ եկամուտ բերել։ Կենտրոնական բանկի հաշվարկներով 2024 թվականին կենսաթոշակային ֆոնդերն ապահովել են 10.7% եկամտաբերություն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։